Իսրայելն ուներ պաշտամունքի իրավունքը, աշխարհական սրբարանը, երկրի վրա կառուցված էր։ Այդ սարի վրայից ուրեմն վերել էր Մովսեսը։ Մովսեսը, որ բարձրացավ սարի վրա, Աստված իրան տվեց երկրի վրա կառուցելու Աստծո խորանը նախագիծ։ Եվ ասեց սարի վրա, ինչպես որ տեսար, ինչ որ ասեցի սարը, այդպես կկառուցես երկրի վրա։ Եվ երկրի վրա կառուցվեց Մովսեսի միջոցով, նախ վրանի տեսքով, հետո Սողոմոնը կառուցեց քարից, եւ դա Իսրայելի համար շատ սուրբ մի վայր էր, որտեղ որ մատուցում էին զոհեր երկիր արարիչ Աստծուն։ Աստծո մեծությունը մենք չենք կարող նկարագրել։ Քեզ նայի, կողքինիդ նայի եւ տես, ինչ մեծ Աստված է, որ արարել է մարդու, որը որ երկրի վրա ապրում է։ Առանց որևիցե մի այլ մեկի միջամտության, այսինքն ոչ մի կարիքը մենք չունենք։ Մենք նրա կարիք ունենք, բայց եթե նրան կորցնում ենք, մեր ոչ մի կարիք ոչ մեկ չի կարող հոգալ։ Նրան փոխարինող մեկը չկա, նա միակն է, անկրկնելին է եւ աննմանն է։ Եթե նույնիսկ նրանով ուզում ես գտնես մեկին, որ քո կյանքի կարիքները հոգա, դու խաբված մարդ ես, եթե քեզ թվում է թե գտել ես։ Որտեղ նա է մեր բոլոր կարիքները հոգացողը, նա է մեր ապավենը եւ նա է մեր ապաստանը։ Նա է միակը, որ ասել է, ով որ ինձ մոտ գա, ոչ ծառատ կմնա, ոչ է սոված կմնա, ոչ է մերկ կմնա։ Եվ բանիմը կարիք չի ունենա։ Ոչ մի բանի, բացարձակապես, ոչ մի բանի կարիք չի ունենա։ Եթե իրապես նա է քո Տերը։ Եվ եթե նա չի քո Տերը, ուրեմն դու ես աշխարհի մեջ կապրես անլիարժեք, ինչպես ապրում են միլիարդավոր մարդիկ, որոնելով, փնտրելով մեկին, որը իրանց դուրս կբերի այդ քաոսից։ Եվ ես ուզում եմ քեզ ուղղակի, գիտես, խնդրեմ, որ ավելի ուշադիր լինես, որտեղ խոսքը, որ հիմա մենք պետք է խոսենք, ավելի առաջ գնանք, ավելի է ծանրանալու եւ բարդանալու, եւ դրա համար քեզ պետք է Սուրբ Հոգու միջոցով կենտրոնանաս լսելիքներով այս խոսքի վրա, որովհետեւ առաջին խորանը այսպես էր պատրաստված։ Ուրեմն այդ տաճարը, որ կար Աստծո թագավորության համար պատրաստված էր Աստծուն պաշտելու համար, ուներ կարևոր երկու վայր։ Դա սրբարանն էր եւ սրբության սրբոցն էր։ Հիսուս Քրիստոսը, որ եկավ, ինքը խաչի վրա տվեց իր կյանքը։ Ինքը խաչի վրա դարձավ զոհ համայն մարդկության փրկության համար։ Ինքը արեց այն, ինչ որ պիտի աներ քահանայապետը սրբարան մտնելով, որպեսզի տեղափոխվի սրբության սրբոց։ Ուրեմն այս աշխարհական սրբարանը ուներ շատ կարևոր մի վայր։ Դա սրբությունն էր, որտեղ տարին մեկ անգամ մի քահանայապետ մտնում էր ու զոհեր էր մատուցում իր համար եւ ժողովրդի համար, որպեսզի մտնի սրբության սրբոց։ Սրբության սրբոց մտնելու նպատակը, միակ նպատակը, դա կենտրոնի Աստծո հետ հաղորդակցվելն էր։ Հասկանո՞ւմ։ Եվ սա լինում էր տարին մի անգամ եւ մի հոգու համար։ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ եւ իր անձը խաչի վրա զոհաբերեց, ավետարանն ասում է ոչ թե իր համար, որտեղ ինքը չուներ մեղ, այլ մեզ համար։ Գիտես ինչի համար, որ ոչ թե մենակ մտնի սրբության սրբոց, որ ոչ թե մենակ մտնի Աստծո ներկայության մեջ, այլ ինձ ու քեզ է տանի, որպեսզի մենք այդ ներկայության մեջ ճանաչենք
մեր իրական հորը։ Ես Աստծո ներկայությունը հին ուխտում մահ էր բերում, մարդիկ մեռնում էին Աստծո ներկայությունից, Աստծուն ոչ մեկ չէր կարող տեսնել։ Սինայի անապատում, երբ որ Մովսեսը բարձրացավ լեռը Աստծո հետ հանդիպելու, լեռի 4 կողմով արգելապատնեշներ դրեցին, որ ոչ մի մարդ չանցնի այդ արգելապատնեշից այն կողմ և հանկարծ չգտնի Սարին, որովհետև շատ սուրբ էր այդ վայրը նրա ներկայությունից, որ չմեռնի։ Որտեղ մեղավորը Աստծո ներկայությունից ոչ թե ազատագրվում էր, բժշկում էր, զղջում էր, ապաշխարում էր, թողություն էր ստանում, այլ մեռնում էր։ Մի անգամից գնում էր դժոխք։ Երբ որ Մովսեսը բարձրացավ լեռը, 40 օր առանց հաց ուտելու, առանց հաց ուտելու մնաց Աստծո ներկայության մեջ։ Եվ գիտես ինչ բերեց այնտեղից։ Քարե տախտակներ, այդ առաջի ուխտի տախտակները բերեց եւ ասեց. ով որ այս օրենքը կատարի, կփրկվի, կապրի։ Երբ որ եկավ, տեսավ սարսափելի մի բան։ Մարդիկ այդ սրբությունից մի քանի մետր եկան, շնանում էին ամբողջ ազգով եւ պաշտում էին ուրիշ աստվածների, ցուլերի, որոնք պատրաստել էին քահանաները Ահարոնի գլխավորությամբ։ Զոհ էին արել եւ ցուլեր էին պատրաստել եւ Ահարոնը հայտարարեց. ահա այն աստվածները, որոնք ձեզ հանեցին Եգիպտոսից։ Մովսեսը որ եկավ, ջարդեց այդ տախտակները։ Գիտես ինչի համար? Որովհետեւ այն ինչ որ ինքը տեսել էր սուրբ էր երկնքում, Աստծո ներկայության մեջ։ Իսկ այն ինչ որ հետո տեսավ երկրի վրա, դա պիղծ էր։ Եվ Պողոս առաքյալը հայտարարում է մի բան, ասում է. ես մեղավոր մարդ մեղքի տակ ծախված, իսկ օրենքը սուրբ։ Դրա համար ես օրենքը չկարողացա պահել, որտեղ օրենքը սուրբ է, իսկ ես մեղքի տակ ծախված։ Օրենքը եկավ, որպեսզի հայտնի մեզ ով ենք մենք։ Առաջին ուխտը հայտնում էր քո իրական դեմքը, ով ես դու։ Արդար չկա, մեկն չկա, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ընկան։ Արդար չկա, մեկն չկա։ Մովսեսը գնաց բերեց 10 պատվիրան։ Եվ այդ 10 պատվիրանը ոչ թե կյանքի, այլ մահվան համար եղավ, համայն մարդկության համար։ Համայն մարդկությունը դատապարտվեց հավիտենական դժոխքի առաջի ուխտի միջոցով։ Համաձայն ես թե չէ։ Ոչ թե առաջին ուխտը մեզ տարավ դեպի մահ։ Ցույց տվեց, որ մենք մահվան մեջ ենք։ Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի մեզ մահից ազատի։ Առաջին ուխտը ցույց տվեց, որ միայն մեկ մարդ տարին մեկ անգամ բազմաթիվ զոհերի միջոցով, ցուլերի, լոխազների եւ տարբեր անասունների արյան միջոցով ընդամենը մի քանի րոպե կարա մտնի սրբության սրբոց Աստծո ներկայության մեջ։ Իսկ համայն մարդկությունը դատապարտված էր որբի պես իր արարչից զուրկ ապրելու։ Ես գիտես, մի բան եմ զարմանում, ոնց կարելի է Աստծուց հեռու ապրել։ Գիտես, մի բան եմ զարմանում, բայց չեմ զարմանում։ Մի բան եմ ափսոսում, որ այսօր համայն մարդկության համար հնարավորություն կա Աստծուն հանդիպելու, արարչին հանդիպելու եւ ապուշ հարցերի մեջ չապրելու, չմնալու։ Որտեղից ենք մենք։ Կարող է այն մոլորակային ենք։ Կարող է մեզ այն մոլորակայինները բերել բաց են թողել այս երկրի վրա, հետևում են մեզ, դրանք ինչ ենք անում մենք։ Եվ մարդինք իրան
Այս 6000 տարի է ուզում ապացուցի, ինքը իրան ուզում ապացուցի, որ ինքը որբ է սատանայի ներգործության։ Բայց ես քեզ մի բան ուզում ասեմ, մենք ունենք ստեղծող, մենք ունենք արարիչ, մենք ունենք մեկը, որը տվել է մեզ համար իր կյանքը, որ մեզ հայտնի ով ենք մենք։ Մի հատ մարդու է լսում, որը որ շատ մեծ աթեիստ է եղել եւ իր ամբողջ կյանքը գրել է գրքեր, որոնք հերքում են Աստծո գոհությունը։ Բայց հայտնվելով ընդհանրապես մի քանի ժամ Աստծո ողորմությամբ, դժոխքում եւ դրախտում, Աստծո ողորմությամբ նորից երկրորդ հնարավորությունը ստանալով, հիմա երկրի վրա ամեն մեկ խոսում է, որ գոհություն ունի Աստված։ Բայց ես քեզ մի բան ասեմ, ցավոք սրտի հակառակը մարդիկ ավելի շատ են լսում, քան նա, որ ճշմարտությունը։ Հասկանում եք։ Ուրեմն դու Աստծո ինչ մեծ ողորմության ես արժանացել, որ Աստծո հայտնությունը քեզ համար չի շրջանցել։ Մի ապրի հաստարակ մարդու նման, կարծես ոչ մի բան չի եղել, այլ ամեն օր փառք տուր Աստծուն, որ Աստված քեզ չի շրջանցել։ Երբ որ քո կողքով անցել է, իրա մի կաթիլ սերը կպել է քո սրտի մեջ եւ այդտեղ մի հատ կրակ է բռնկվել, որ մինչեւ հիմա չի մոռանում։ Եվ Աստված դա չմոռի։ Այն ինչ որ դու գտել ես, միլիարդավոր մարդիկ չունեն ուղղակի։ Չունեն։ Իսկ ես չգիտեմ քանի միլիարդ ու տրիլիարդ մարդ արդեն են հնարավորություն չունի դա ունենալու, որովհետև հեռացել է ես կյանքից։ Մենք երբ որ մի քիչ երկար ենք ապրում Քրիստոսի մեջ, մեզ համար հոգևոր կյանքը դառնում է հասարակ։ Եվ այս հասարակ կյանքի ընթացքը նույն կործանարար ազդեցություն ունի, ինչ որ մարդը ապրի աշխարհում մեղքի մեջ։ Աստվածաշունչն ասում է, լավ է սառը լիներ կամ տաք, բայց որ գաղջես, բերանից ես պսկելու է։ Դրա համար աղոթում որ Սուրբ Հոգու կրակը գա քեզ տպնի, որ դու հիմա ասես նստած տեղը մեկ վեր թռնես, գոռաս։ Երեք մի բան ասեմ, Դավիթ ինչքան տաք լինի։ Ես հիմա օրինակի համար շոքից չգիտեմ ասեմ, սխալ բառ չեմ ուզում ասեմ, բայց ես նայում եմ մարդիկ կան, նստում եմ, մրսում եմ։ Բայց ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգու կրակը ձեզ կպնի և դուք գերբնական ջերմություն զգաք։ Ու ես խնդրում եմ Սուրբ Հոգուն, որ ձեր այսօր պաշտամունքի մասնակցելու սիմետրիկությունը կոտրի։ Մի քիչ հոգով մասնակցեք։ Ես բարդ մարդ եմ։ Որովհետև առաջին խորան այսպես էր պատրաստված, դրանում էր աշտանակը, առաջինը, որն էր աշտանակը, ինչ է աշտանակը, աշտանակը դա մի հատ պատվանդամ է կրակը դնելու համար, հասկացար, Հիսուսը գիտես ինչ ասեց, ասեց, ես եմ աշխարհի լույսը, աշտանակը դա Հիսուսի կրակը խորհրդանշող, կրող, պահող մի պատվանդան էր, այդտեղ դրվում էր կրակ, որպեսզի լուսավորի։ Գիտես այդ կրակը ինչից էին ստանում, գիտես ինչից, յուղից, այդ ջահը, որ դնում են այդտեղ, պետք է ապաման յուղոտեին, որ միշտ կրակ լիներ։ Եվ սա կատարելապես
խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսի լույսը։ Իսկ աշտանակ մենք։ Բայց հետո Հիսուսը մի անդրուշ հայտարարություն արեց։ Դուք եք աշխարհի լույսը։ Մենք աշխարհի համար լույս ենք Հիսուս Քրիստոսով։ Որովհետև երբ Սուրբ Հոգին եկավ ու իմ մեջ բնակվեց, ես սկսեցի Քրիստոսի լույսը արձակել, եւ Քրիստոս իմ միջոցով իր լույսը հայտնեց քեզ։ Քո միջոցով ինչ որ մենք հասկանում ես։ Եվ այդ լույսի պատճառը յուղն է, մշտական, որով ես ամեն օր լցվում եմ։ Սուրբ Հոգին իմ մեջ մշտական է բնակվում, բայց յուղը ամեն օրի մեջ պիտի նորոգվի։ Եթե ջահը միշտ դեռ դրած էր, բայց այդ ջահը պետք է ամեն օր յուղոտվեր, որ լույսը շարունակվեր արձակվեր։ Շատ կարևոր էր սրբարանում այդ աշտանակը, որտեղ պիտի դրվեր այդ ջահը։ Եվ Հիսուսից որպես աշտանակ ընտրեց աշխարհի համար, որ իր լույսը արձակել։ Որ ամեն նրան հավատացողը անցնի Աստծո ներկայության մեջ եւ գա սրբության սրբոց։ Ասա ամեն։ Ուներ աշտանակ, հետո սեղան, որտեղ կատարվում էր զոհաբերություն, որտեղ ամեն քահանա պետք է անպայման ինչ աներ, զոհաբերություն աներ։ Հիսուսը որ եկավ, չշրջանցեց սրբարանը, մինչև սրբության սրբոց մտավ, չշրջանցեց։ Ինքը հայտարարեց, այդ սրբարանի լույսը ես եմ, ինձ է խորհրդանշել 4000 տարիա, 2000 տարիա, թե 1500 տարի, չգիտեմ, բայց այդ լույսը եկավ աշխարհ, այլևս պետք չի խորհրդանշող ոչ մի բան, ես եմ լույսը, եւ լույսը աշխարհ եկավ, բայց աշխարհը չնան չընդունեց։ Ինչի գիտես, որտեղ իրան գործերը խավար են, որտեղ լույսը հանդիմանում է խավարը։ Որովհետև երբ որ քեզանից լույս է արձակում Տերը, խավարը սկսվում է ցրվել, խավարը սկսում է նահանջել։ Ու դե դու զգում ես քո մեջ խավար կասես երկիս անցիր իմ կյանքից։ Ես լույսի համար եմ ապրում եւ լույսի համար եմ ծնվել։ Եվ այդ աշտանակը, որի վրա դրվում էր այդ ջահը, այլևս երևում է իրականում։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը չշրջանցեց նաև երկրորդ կարևոր բանը, դա սեղանն էր, դա զոհասեղանը։ Հիսուս Քրիստոս անասուններ չզոհեց այդ զոհասեղանի վրա։ Հիսուս Քրիստոսը գնաց Գեթսեմանի պարտեզ, այդ զոհասեղանի քարի վրա ծնկեց եւ այդտեղ աջուն թափվեց, քրտինքի հետ խառնված։ Եվ այդ աջունը կաթիլ ընկնում էր այդ քարի վրա, այդ հին ուխտի զոհասեղանի վրա։ Որովհետև այդ զոհասեղանը այլևս պիտանելիության համար, որպեսզի գործածվեր, էլ իմաստ չուներ։ Այսինքն այդ սեղանը այլևս պետք չէր, որտեղ Քրիստոսը ինքը պիտի բարձրանար զոհասեղանի վրա, տալով իր կյանքը, ինքը պետք է խաչի վրա մեռներ։ Այլևս այդ զոհասեղանի վրա անասուններ, մորթելը չէր փրկելու մարդ։ Այլևս այդ զոհասեղանը պիտանի չէր գործածության, որտեղ Հիսուս Քրիստոսը ուրիշ աջուն չթափեց, այլ իր աջունը թափեց։ Գիտես ինչի համար, որտեղ մեղք չուներ։ Ինքը իր կյանքը տվեց այդ զոհասեղանի վրա։ Ինքը մորթվեց այդ զոհասեղանի վրա։ Գիտես ինչի համար, որ ոչ թե ինքը մտնի այդ սրբարանը, սրբության սրբոցը, այլ ինձ ու քեզ տանի Աստծո ներկայության մեջ, որ մենք այլևս Աստծո ներկայության մեջ որտեղ մեռենք, այլ ապրենք, որ մեռածը մտնի Աստծո սրբության սրբոց, Աստծո ներկայության մեջ հարություն առնի, որ հիվանդը մտնի բժշկվի, որ գերության մեջ, խավարի իշխանության մեջ կապվածը մտնի, ազատագրվի, որ դիվահարը մտնի, դևերը դուրս գան, որ ամեն ցավ, ամեն ամենց, ամեն հիվանդություն, ամեն կապան ջախջախվի Հիսուս Քրիստոսի անունով։ Ես քեզ ոչ իմ չի ասում, սարուտի պես կսկացես։
Սներեք է հոգուպել։ Հիսուսի կրակը, եթե քո մեջ չկա, այս ամենը քեզ համար ուղղակի պատմությունը, հեքած։ Նման շատերը մեռնում են, Աստծո ներկայության հետ ոչ թե ապրում։ Հիվանդ գալի, հիվանդ գնում, ու ավելի են հիվանդանում։ Անիծված գալիս են, փոխանակետ ամենցքներ թողեն, ավելի են իրանք շուրթերի վրա ամենցք վերցնում։ Հիսուս Քրիստոս ինձ ու քեզ տարավ, որ այս սրբության, սրբոցում, ծառայի, քո ապրելու համար։ Եվ ինքը այստեղ ներկա է, եւ սա իրարյան փակատարվեք։ Այսօր այստեղ, որ դու նստած ես, սրբության սրբոցն է, նրա ներկայությունը այստեղ իրական է։ Բայց հինուքտում սա չկար։ Հինուքտում սա չկար։ Հինուքտում բորոտներին վառում էին։ Բորոտներին ճամբար էին տանում։ Բորոտներին չէին կպնում։ Բայց Հիսուսը գնաց բորոտների ճամբարի մեջ և բժշկեց, ասեց դու չես մնալու բորոտ, դու չես մնալու մահվան մեջ, ես եմ կյանքը, հարությունը, ես եմ երկնքից իջած հացը։ Հաջորդ բանը, որ սրբարանում դրված է, դա հացի նվերն էր։ Հիսուսը քեզ համար նվեր ունի։ Հիսուսը քեզ համար հաց ունի։ Սեղանը և հացի նվերը, սա կոչվում էր սրբություն։ Սա սրբություն է կոչվում։ Հացի նվերը, այնտեղ դրված էր հացի նվերը, որ խորհրդանշում էր Հիսուսին որպես երկնքից իջած հաց։ Հիսուսը դարձավ այս հացը։ Խաչի վրա տալով իր կյանքը համայն մարդկության փրկության համար։ Հիսուս մեռավ խաչի վրա, որպեսզի կառուցվի մի նոր մարմին, որը եկեղեցին, որը իր մարմինն է։ Եվ այլևս սնվում է ոչ թե ֆիզիկական հացով, այլ հոգևոր հացով։ Հիսուսից, երբ որ մարդիկ տեսան հացը բազմանալու հրաշքը, հետևում էին, որպեսզի ֆիզիկական հաց ուտեն, բայց Հիսուս ասեց գնացեք աշխատեք ոչ թե կորստական, այլ հավիտենական հացի համար։ Եվ ասեց ձեր հայրերը մանանան կերան ու մեռան, բայց ով որ այս հաց ուտի հավիտյան կապրի։ Ասեց ով որ իմ մարմինս ուտի եւ իմ մարմինս խմի, ինքը հավիտյան կապրի։ Որտեւ իմ մարմինը ճշմարիտ ուտելիք է եւ իմ մարմինը ճշմարիտ խմելիք է։ Հիմա դու ճշմարիտ ուտելիք ես ուտում եւ ճշմարիտ խմելիք ես խմում։ Հրեաները չէին հասկանում, որտեւ Հիսուսը դեռ խաչի վրա չէր մեռել, կարևոր երեք բան, հարություն չէր առել, երկինք չէր համբարձվել եւ Սուրբ Հոգին չէր եկել, որը մեզ հայտնում է Աստծո հացը։ Հայտնությունը Աստծո խոսքի դա այն հացն է, որ գալիս է քո հոգուտ մեջ եւ դու գոռում ես ամեն, դու գոռում ես հալելույա, սա հացի համն է։ Հացի համն է։ Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Երբ որ դու լավ բան ես ուտում, օշ, հոգիդ ոնց է ցնցում, սոված է սնում։ Ինչ ես գնալու տեսք։ Տերը քեզ համար կերակուր ունի ֆիզիկական, այսօր որ գնաս, քո կերակուրդ յուրահատուկ է լինում։ Աստծո կողմից օրհնված է լինում։ Հավատա։ Տերը քեզ օրհնելու է ֆիզիկական լավ կերակուրով։ Գիտես ինչի համար։ Որովհետև դու այսօր գնահատում ես այն հացը, որ Տերը քեզ կերակուրում է։ Ես քեզ վստահ ասում եմ, զգուշ մնա ախորժակը չփակվի։ Զգուշ մնա Աստծո խոսքը խոսելուց, եթե ներսդ սկսում է հակառակվել, ոստանալ, չգիտեմ, ժամին նայել, որտեղ այս աշուկայում
Կարմիր բիգարին եք թանգանա։ Դու վայլի աստծո հանելուհա։ Վայլի Տիրոջ խոսքը։ Եվ այդ խոսքը ինչ որ պետք է ինքը անի արդեն քո սրտի մեջ։ Հացը դրված էր հացը, դա խորհրդանշում Հիսուսին, որ պիտի գաշխար համայն մարդկության։ Գիտես սատանան երբ որ եկավ Հիսուսի ծովապահության ժամանակ, փորձության ժամանակ, անապատ։ Գիտես ինչ արեց Հիսուսին։ Ասաց եթե դու Աստծո որդի ես, Աստծո թող ես քարերը հաց դառնա։ Գիտես, եթե Աստված է սկսել քեզ կերակրել, ողջ դժոխքը խառնվում է իրար։ Հասկանում ես։ Երբ որ Սուրբ Ոգին սկսում է քեզ կերակրել, եթե դու հասկանում ես հացի արժեքը, երբ որ դու հիմա ես քեզ ասեմ, շատ մարդիկ կան, որ ծառայության ժամանակ նստած են ու հաց չունեն, հաց չկա։ Ես ինչի համար, որտեղ բեմից հաց չեն տալիս։ Դու հիմա զգում ես, որ հաց է գալիս տեղից։ Ասես որ ոգին կերակրում է քեզ։ Այդ գիտես ինչի համար է, որտեղ Հիսուսը խաչի վրա մեռել է։ Եթե դա չմեռներ, այս հացը մեզ չէր գա։ Եթե Հիսուս խաչի վրա չտար իր կյանքը, չթափեր իր արյունը, եթե այդ արյան թողարար, փրկարար, խավչարար, ազատագրող զորությունը չգար կյանքիդ մեջ, ու դու Հիսուսին չընդունեիր քո սեփական Տեր ու Փրկիչ, այս հացը քո մեջ ոչ մի գործ չեն անի, որտեղ այս հացը քո մեջ բերողը Սուրբ Հոգին է։ Իրանց առավ հրեշտակներով։ Սուրբ Հոգուն փառք տուր մի հատ։ Որտեղ ուշտում մեծ բաներ ես պետելու, ես գնում, հրաշալի, սունավոր։ Ոսիմ, այս հացի համար մարդիկ մայր ցամաքներ են կտրելու։ Հավատա։ Որտեղ համայն մարդկությունը հասկանում է, որ ֆիզիկական հացով չէ։ Հիսուս սատանային ասաց, ետից գնա սատանա, ոչ միայն հացով, բայց չհերկեց, որ նաև հացով։ Ասաց ոչ միայն հացով, ապա Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով։ Աստծո խոսքը պիտի լինի քեզ համար շատ հարազատ։ Ես գիտեմ, մարմինը տկար է, բայց հոգին ուժար։ Մի հատ հարց տամ քեզ, կանգնելն է դժվար թե նստելը։ Երկուսն են։ Երկար երկուսն են։ Բայց Աստծո հոգով երկուսն են հրաշալի է։ Հարց Տիրոջ չէ։ Ուրեմն եթե ես երանի տամ, որ դու նստած ես ու դու երանի տաս, որ ես կանգնած եմ, մենք Աստծո հոգով շարժվող մարդիկ չենք։ Մենք պետք է փառք Տիրոջը, որ ես կանգնած եմ, դուք նստած եք, եւ դուք եք կանգնում հնարավորություն ունեք։ Հալելույա, որտեղ դե Տիրոջ ոգին է, վերահսկում ամեն բան։ Փառք Տիրոջը։ Այս շեքատները պարտում ենք նստած։ Հալելույա, ինքան դուրս գայս եմ սատանան ինձ հեգնում է։ Որտեղ ինքը հեգնված մեկն է։ Աշտանակը, սեղան, հացը։ Հիսուսը անցավ ստեղով։ Ես քեզ մի բան ասեմ, դու էլ չես կարող շրջանցես։ Ես ինչի համար, որ մտնենք Աստծո ներկայության մեջ, սրբության սրբոց, Աստծո ներկայության մեջ։ Հիսուսը երբ որ խաչի վրա մեռավ, վարակույրը երկու մասի պատրվեց, վերևից ներքև։ Գիտես սա ինչի մասին, ինչ է խորհրդանշում, որ վերջացավ մարդ Աստված հարաբերության մեջ արգելքը, խոչընդոտը, պատնեշը, չկա տես բան։ Մեր թշնամին սատանան այլևս չի կարող մեզ որևէ մի կերպով խանգարել, որ մենք Աստծո ներկայության մեջ մտնենք։ Ով է Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունել։ Բոլորը հավատում են։ Ում Տերն է Հիսուս Քրիստոսը բոլորիս։ Բայց իմացի մի բան։ Կարգ ու կանոնը չի փոխվել։ Սրբության սրբոց մտնելու կարգ ու կանոնը չի փոխվել։ Ինչ կա սրբության սրբոցում, ես ամեն դրա մասին կանցնենք։ Բայց ոնց պիտի մտնես սրբության սրբոց, սա շատ կարևոր է։ Ինչպես որ Հիսուսն եկա օրինակ տվեց։ Բայց առանց ինքնազոհաբերության ֆիզիկական եւ առանց աջունի
որովհետև Հիսուսը միակն էր, որի արյունը երկնքում ունի արժեք։ Եվ խոսում է մեզ համար։ Սիրելի եղբայրներ, սրբության սրբոց ինչ է նշանակում։ Գիտեք, դա նշանակում է Աստծո գերբնական ներկայությունը։ Ամեն հավատացյալ եւ ամեն քրիստոնյա չի, որ զգում Աստծո գերբնական ներկայությունը։ Ես ասեմ ավելի սիրելիներ, ամեն Աստծո մարդ չի, հովիվ կլինի, եպիսկոպոս կլինի, չնեմ առակ, ամեն մեկը չի, որ զգում Աստծո ներկայությունը եւ Աստծո ներկայությունն է իրան առաջնորդում։ Հասկանում եք։ Ամեն Աստծո մարդ չի։ Գիտես ինչի համար։ 3 կարևոր բաները շրջանցելու համար։ Առաջինը, որ ես պիտի ընդունեմ, որ Սուրբ Հոգին միակ անձն է, որը կարող է ինձ օգտագործել եւ դարձնել լույս։ Միակն է թե միակը չի։ Սուրբ Հոգին միակն է, որ կարող է ինձ Հիսուսին մոտիկացնել։ Ումը սպասեցին աշակերտները Քրիստոսի փառավոր համբարձումից հետո, ում սպասեցին։ Սուրբ Հոգին։ Ում ասեց սպասեք Հիսուսը։ Սուրբ Հոգին։ Առանց ում ասեց չգնաք հանգարտ ոչ մի տեղ։ Առանց Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին միակն է, որին առաքյալները սպասում են։ Սուրբ Հոգին միակն է, որ կարա քեզ անի սրբության սրբոց։ Սուրբ Հոգին միակն է, որ կարա այսօր քեզ օգտագործի, ինձ օգտագործի։ Դուք ուզում եք, որ մարդիկ փրկվեն։ Դուք ուզում եք, որ նոր մարդիկ փրկվեն։ Քանիստ եք անցյալ շաբաթ վկայել նոր մարդկանց, ով է խոսացել, ինչ որ մեկին Քրիստոս է խոսացել։ Հա? Ով? Այո, այդքան ես խոսացել։ Շատ ուժեղ։ Արդյունք չէ։ Դուք չեք խոսացել։ Ձեր բարսացեք, դմրուցեք, ինչ աշակերտներ։ Եք ալը առաջի շարքում եք անգստրում, եք դուք չէ։ Բարդաճանաչ աշակերտներ, ամբողջ շաբաթը ավետարան են հավասար դրսում։ Չինացիների, ֆիլիպինցիների, հնդիկների, սևամորտների, բացի հայերից։ Հայերն են խոսացել, բայց ես, հայերն են խոսացել, հայերն են խոսացել։ Հիսուս Քրիստոսը լույս եղավ աշխարհին։ Մենք պիտի լույս լինենք։ Առաջին բանը, որ կար սրբությունում, դա աշտանակն էր, լույսը կար։ Հիսուսը առաջինը եղավ այս լույսը, հայտնեց այս լույսը աշխարհին, որպես կենդանի լույս մարդկանց կյանքը լուսավորելու իրական լույս եղավ, կույրը տեսավ, կաղը քայլեց, խուլը լսեց, համրը խոսեց, դևը փախավ, մեռելը 4 օրվա հարություն առավ, ընկածը, տկարը, մերժվածը, աղքատը, մուրացկանը բարձրացավ, որբը գտավ իր համար մեկին, որ կարող էր ասել քաշ։ Սա էր խորհրդանշող լույսը իրական կյանքի մեջ, Հիսուս Քրիստոսը։ Աշակերտները Քրիստոսի փառավոր համբարձումից հետո դարձան այդ լույսը համայն աշխարհի համար։ Աշակերտների միջոցով կույրը տեսավ, կահաքալեց, մի հոգի գոնե ամեն ասի։ Խուլը լսեց, համրը խոսեց, դևերը փախան, մեռելերը հարություն առան, Հիսուսն ասեց այն, որ ես արեցի, կանեք ավելին, որ ես արեցի։ Այսինքն մենք աշխարհի համար լույս ենք, բայց ո՞ւմ միջոցով, Սուրբ Հոգու։ Առանց Սուրբ Հոգու ոչինչ ենք։ Ուրեմն առաջին բանը, երբ որ մարդը ապաշխարում է, դառնում է Հիսուսին, Սուրբ Հոգով մկրտվում է։ 3 մի հոգի Սուրբ Հոգով մկրտվեց՝ Բագրատ
եղբայրը։ Բագրատ եղբայր։ Սուրբ ոգով որ մկրտվեցիր, ինչ զգացիր։ Հա՞։ Բագրատ մինչև բան չասես չեմ թողնում։ Տիրոջ ներկայությունը ավելի ես զգում։ Լավ անցավ ես գիշերը մինչև առավոտ։ Զգում ես ավելի կյանքիդ մեջ նոր բան։ Զգում ես թե չէ։ Չէ՞։ Ոչ մի չի զգում։ Ով է զգում, որ Սուրբ Հոգու մկրտությունից հետո իր կյանքը փոխվել է։ Ես չգիտեմ, մտածում եք, որ պետք է գարաժ գնայինք մեքենա լրիվ, չէ՞։ Պետք է հողի գնանք։ Բանը կապեք որ գավճու զգացեք Աստծո ներկայությունը միշտ։ Երկրորդ բանը Սուրբ Հոգին կարևոր է մեզ։ Ուր սրբության սրբոց մտնելու համար։ Հիսուսին պետք է Սուրբ Հոգին։ Մինչև սրբության սրբոց մտնելը, մինչև խաչը բարձրանալը, մինչև մեզ համար ճանապարհ, ինքը 30 տարի սպասեց։ 30 տարի սպասեց, մինչև Հորդանում Սուրբ Հոգին իջավ իր վրա։ Եվ Հովհաննեսը հայտարարեց. «Սա է Աստծո գառը, որ կվեստի աշխարհի մեղքը»։ Հովհաննեսը հայտարարեց Հիսուսի մասին, որ Աստծո գառն է, որ աշխարհի մեղքը կվեստի։ Եվ որ Սուրբ Հոգին իջավ Հիսուսի վրա, եւ որ Սուրբ Հոգին եկավ քո կյանքիդ մեջ, դու երկնքում ամրագրվեցիր, կնքվեցիր որպես Աստծո որդի։ Շատերն ասում են, այսօր Սուրբ Հոգու կարիքը չկա, դրա համար առանց Սուրբ Հոգու ոչ մի բան չեն կարող, դրա համար մարոժնի, պերաշկի են բաժանում, որ մարդ գա, բայց երբ որ մենք Սուրբ Հոգուն ենք ապավինում, Սուրբ Հոգին բերում է կորսվածների մոտեցումը։ Հալելույա։ Այս եկեղեցում կորսվածները փրկվում են։ Ամեն, ես ինչ ապաշխարել եմ, ես իմ համար եմ ասում, իմ միջոցով կորսվածները փրկվում։ Քո միջոցով կորսվածները պիտի փրկվեն։ Ասա իմ միջոցով կորսվածները պիտի փրկվեն։ Հալելույա։ Առաջի բանը, որ մեզ վերաբերվում է, սրբության սրբոց մտնելը, դա լույսն է։ Սեղանը։ Աշտանակը հետո սեղանը։ Սեղանը։ Երբեք չշրջանցես զոհաբերությունը։ Զոհաբերել մեզ այսօր պետք է թե պետք չի։ Մենք զոհաբերում ենք։ Ինչ չի անում, Քրիստոսը այնա խաչվել է, մեռել է, զոհ ա եղել, արդեն ինքը տվել է իր կյանքը նորոգում, զոհ չկա։ Ինչպես ոմանք ասում են նորոգում Սուրբ Հոգին կարևոր չի։ Հիմա ես չեմ ուզում ասեմ, որտեղ հոգու մասին չի թեման, բայց շատ կարևոր է Սուրբ Հոգին։ Այդպես էլ ասում են, որ զոհասեղանը կարևոր չի։ Շրջանցում են այս երեք կարևոր բաները։ Սեղան, զոհասեղան։ Երբ որ մենք զոհաբերություն ենք անում, ինչ ենք անում դրանով, գիտեք։ Մենք դրանով հռչակում ենք, հայտարարում ենք, որ Հիսուսը մեզ համար տվել է իր կյանքը, որ մենք Հիսուսի անունով ենք գնված, ողջ դժոխքին, սատանայի դիվային աշխարհին, որի մեջ մենք գերության մեջ ենք, ես չգիտեմ քանի տարի, մենք ասում ենք, որ մենք հավատում ենք նրան, ով որ մեզ համար իր կյանքը տվել է։ Նա է մեր Տերը, եւ քանի դեռ որ ես կամ, իմ զոհաբերությամբ պետք է Հիսուս Քրիստոս զոհը հայտարարվի եւ հռչակվի։ Գիտեք, չզոհաբերել է նմանա, որ մարդը ասի պետք չի կարդալ, չզոհաբերել է նմանա, որ մարդը ասի պետք չի եկեղեցի գնալ, չզոհաբերել է նմանա, որ մարդը պետք է ասի պետք չի աղոթել։ Ոչ, Հիսուսը մեզ օրինակ թողեց, Հիսուսը խաչի վրա մեռել է, բայց մեր զոհաբերությունը հայտարարում է Հիսուսի խաչի աղթանը։ Եթե ես չզոհաբերեմ, եթե մարդիկ չզոհաբերեն, եթե չզոհաբերեն Աստծո ժողովուրդը, Հիսուս Քրիստոսի խաչի հաղթանակը չեն հռչակվի, չեն հայտարարվի։ Համաձայն եք։ Ամեն։ Այսօր զոհն է, որ այսօր ես ու դու այստեղ։ Զոհն է, որ մենք կանգնած ենք այստեղ։ Թե հոգևոր, թե ֆիզիկապես։ Ողջ դիվային աշխարհը սարսափում է զոհից, վիժում է, պարալիզացվում է, կատվածահարվում է եւ ասում է ուտողը այլևս չի ուտի եւ ես կկշտամբեմ ուտողին։ Հասկացա՞ր, որ զոհը դասանոթ է երեխային, սա կարևոր բան է։ Չես կարող շրջանցել սրբության սրբոց մտնելուց առաջ։ Եվ երրորդը
դա հացն է, դա խոսքը։ Դու չես կարող հաց չուտես, դու չես կարող սոված մնաս ու Աստծո ներկայության մեջ մնաս։ Աստծո խոսքը քեզ համար կերակուր է։ Աստծո խոսքը քեզ տանում Աստծո ներկայության մեջ։ Երբ որ դու Տիրոջ խոսքը լսում ես, դու ազատագրվում ես, դու բժշկվում ես։ Սոված մարդ է, որ հաց է ուտում, ուժ է առնում, ապրելու համար։ Ամեն։ Կյանքը հացի մեջ է։ Կյանքը հացի մեջ է։ Ասա կյանքը։ Ասա կյանքը։ Հացի մեջ է։ Հոգևոր հացի մեջ։ Այս հացը, որ դու ուտում ես, սրա մեջ կյանք կա։ Կյանք կա։ Հիսուսն է ասել, ով որ իմ մարմինը ուտի, ով որ այն հաց ուտի, որ երկնքից է իջել, հավիտյան կապրի։ Մահը քո վրա իշխանություն չունի։ Երբ որ դու այս հացից հեռանում ես, երբ որ դու դադարել ես կարդալ Աստվածաշունչը, երբ որ դու դադարում ես լսել Աստվածաշունչը, մահը քո մեջ զարգանում, հասկանում ես։ Որտև երբ որ դու խոսում ես Աստծո խոսքը, երբ որ դու փոխանցում ես Աստծո խոսքը, դու կերակրում ես, բայց դու նաև կարիք ունես կերակրվելու։ Ամեն։ Երբ որ դու կերակրվում ես, դու Աստծո հոգով լցվում ես։ Հասկանում ես։ Այս երեքը փոխադարձ, ներդաշնակ ազդում են քո հոգևոր կյանքի աճի, զարգացմանը եւ գործունեությանը։ Եթե դու Աստծո խոսքը չլսես, դու Սուրբ Հոգով չես լցվի։ Դու Սուրբ Հոգուն չես ճանաչի, դու Աստծուն չես ճանաչի։ Դու Աստծո համար պիտանի եւ գործող անոթ չես լինի։ Հասկանում ես։ Հավատում ես թե չէ։ Եթե դու Սուրբ Հոգով չլցվես ամեն օր, եթե դու չգաս Տիրոջ ներկայության մեջ, եթե դու չաղոթես, Սուրբ Հոգու կրակը քո մեջ կմարի։ Եվ դու չես ցանկանա հաց ուտես, դու կլինես հիվանդ մարդ։ Էլ չեմ ասում զոհաբերության մասին, բայց այս երեքը քո կյանքում որ կան, դու սրբության սրբոցում ես, ոչ թե փնոց ես։ Սրբության սրբոցը այլևս դա ֆիզիկական վայր չի, դա Աստծո գերբնական ներկայությունն է, որի մեջ դու ապրում ես, ու զգում ես։ Դու որ մի տան մեջ ապրում ես, զգում ես այդ տունը։ Զգում ես այդ տան պատերը տեսնում ես, զգում ես այդ տան ապահովություն ես զգում։ Դու ասում ես, տունը ապահով է կամ անապահով է, տաքը կամ սառը։ Մարդ ապրում է Աստծո մեջ ու անապահով է։ Հուսահատ, երկմիտ, թերահավատ, կասկածամիտ, ամեն տեսակի ներգործություններով լցված, մարմնավոր պտուղներով լցված, սա խոսում է, որ մարդը Աստծո մեջ չի։ Աստծո մեջ ապրող մարդը ապահովության զգացողություն ունի, հավատքը զորանում է, տկարությունից ազատագրվում է, հիվանդը բժշկվում է, թույլ է ուժեղանում է։ Աստծո զորությունը միշտ պահում է այս մարդուն, Աստծո համար պիտանի, միշտ արձագանքում է Աստծո ձայնին ու կանչին, միշտ հավատքի մեջ է, անիմաստ բաներ չի անի, կասկածամիտ չի, երկմիտ չի, թերահավատ չի, հուսահատված չի, ընդհակառակը, Աստծո մեջ ապրող մարդը միշտ իրա կյանքով ցույց է տալի, ինչ ապահով է։ Ասենք ես մի հատ կարևոր բան, երբ որ մի հատ ամերիկացի ես տեսնում, լավ եկեք կոմունիստների ժամանակ մի հատ ամերիկացի եք տեսնում, եկեղեցում քարոզելուց ինչ էիք հասկանում, այս մարդը ամեն ինչով ապահով։ Այս մարդը մի ժպտում է։ Մի հատ եղբայր ունենք, որ գնացել Ամերիկա, մի ժպտում է, որը նկարվի սենց է։ Անկեղծ։ Հատուկ օծություն է։ Երբ որ մի հատ ապահով երկրից մարդ ես տեսնում, ինչ ես մտածում։ Սրանք դարդուցակ չունեն, սրանք մեր նման ամեն օր չեն մտածում, թոշակը չեկավ, չգիտեմ,
աշխատավարձը չեղավ, հա, ես մի բան ասեմ, քեզ նայողը պետքա տեսնի ապահովություն, քեզ նայողը տեսի լսի, ես ինչ ապահով ընտանիքի մարդ ես դու, եղրատ ես բան, որ ասեն ձեզ, չեղր է? Եղրատ որ դեզ նախանձեն, իշներիտ, Հարգյոտ, գիտես որ դու միշտ ուրախ ես, սա արդեն սարսափելի է ողջ դժոխքի համար, երբ որ դու խաղաղ ես, երբ որ դու անհանգիստ չես, չես ես մարդիկ կան, չէ, բստի հանգիստ ես, չես հանգիստ, անհանգիստ չես, պետք չի, հն կոմար չեսի, քիչ ես մտածում, քիչ շանորմալ բաներ արա, խաղաղությունը դա Աստծո ներկայությունը։ Եթե ուզում ես Աստծո ներկայության մեջ լինես, որ զգաս Աստծո ներկայությունը, երբ որ դու ուզում ես ծնկես ու աղոթես, սրանք չես կարող շրջանցես, այս երեք բաները չես կարող շրջանցես՝ Սուրբ Հոգուն, զոհաբերությունը եւ հաց ուտելը։ Այս երեք բաները անպայման կյանքիդ մեջ առա։ Հիմա հաջորդը, որ մտնում ենք սրբության սրբոց։ Մտնենք սրբության սրբոց, շատ կարճ։ Ինչ կա սրբության սրբություն։ Սա կոչվում էր սրբություն, իսկ երկրորդ վարագույրի ետևը, որտեղ Հիսուսը մտավ ու ինձ ու քեզ տարավ, մի խորան կար, որ սրբության էր կոչվում։ Իսկ այստեղ ամեն մարդ չէր կարող մտնել, այստեղ ընդհանրապես ոչ մեկ չէր կարող մտնել։ Սա սրբության սրբոցն է, որտեղ ապրում ենք մենք։ Որտեղից մեր ձայնը ակադուս գալի։ Երկանի տեղից մենք դուրս չենք եկել, մենք անհասանել ենք որ դժոխքի համար և գարշում է որ դժոխքը մեզանից, նման հովիվներից գարշում է։ Երբ որ դու սրբության սրբոցում ապրող հովիվ ես, քեզանից գարշում են, զզվում են, որտեղ եգիպտացիները զզվում են հովիվներից։ Այսօր չգիտես ինչի սաղ աշխարհը հովիվների սիրում է։ Սի նորմալ չի։ Մի քիչ պետք է գարշեն քեզանից։ Եթե դու բոլորի համար սիրելի ես, դա նորմալ չի։ Հաճելի ես, դու պետք է մենակ հոգևորների համար նորմալ ես։ Որին սիրում եք, դի նորմալ է, սիրեք սիրել Ով չի սիրում ինձ նա ծտա ձեր բարսասեք, շուտ այգ։ Էլա ձեր բարսասեք։ Կա նորմալ չսիրում մարդիկ, ես է սիրում եմ ոնց չեմ սիրում մի խորան կար, որ սրբությամբ էր կոչվում, որ ուներ ոսկի բուլվար, այս էր սրբության սրբություն, ոսկի բուլվար, գիտես այդ ոսկի բուլվարը ինչ համար էր, որ անուշահոտ խունք ծխեն, նրանք որ սրբության սրբություն են ապրում, նրանցից խաշլամի հոտ չի գալիս, ես ինչ հոտ է գալի, Քրիստոսի անուշ հոտն է գալիս, իսկ Քրիստոսի անուշ հոտը դժոխքի համար սարսափելի է։ Հալելույա։